Ողջույն հարգելի բասկետբոլասերներ։ Սակո, լուչը գործի մնայր։ Բայմացար մուշո, ես ու Սակոն կոլեգաներ ենք։ Դիլերություն եք միացրած առ Ուրիշ բաժնում է։ Ստրիմեր եմ ասում։ Մերի։ Մերի։ Ռեկես մորդն ուշ։ Դու մետ է։ Բարև ձեզ բասկետբոլասերներ, այսօր միազդեմ մրցում են Phoenix և Dluke բասկետբոլային թիմերը, ներկայացնեմ թիմերի մասնակիցներին։ Phoenix համար 4 Ռազմիկ Ծատուրով, համար 8 Ավետ Գրիգորյան, համար 10 Ռաշ Դանիելյան, համար 13 Խաչիկ Դարբինյան, համար 24 Կոստանտին Կրուշնիկով, համար 35 Սարգիս Ամբարձումյան։ Ինչ ներկայացնում Լուքի բասկետբոլիստերին, համար 1 Նիկոլայ Կարոպկին, համար 2 Արտյոմ Շոլոկ, համար 6 Նիկիտա Կուդրաշով, համար 7 Նիկիտա Կասերին, համար 13 Նիկոլայ Շույսկի, համար 24 Ալեքսեյ Պոնոմարով, համար 34 Դմիտրի Ծիտով, համար 36 Անդրեյ Անուշյան, համար 41 Տիմուր Նագաև, համար 45 Ալեքսանդր Բոնդեր։ Դե ինչ հետևենք խաղին, գնդակով է Բոնդերը ռիբաունդից հետո, փոխանցում է Կուդրաշովին, Կուդրաշովն է գնդակով, սպասում է թիմակիցներին, փոխանցում Նագաևին, Նագաևը շարժվում է առաջ և տուգանք է վաստակում Ծատուրովի վրա։ Եվ Նագաևը կնետի 2 տուգանային նետում։ Նագաևը առաջին նետումը հաջող էր։ Երկրորդ նետումը նույնպես հաջող էր, իդեպ նշեմ, որ սա մեր սիրողական լիգայի ռեգուլյար սեզոնի վերջին հանդիպումն է, հաջորդ խաղից արդեն սկսվում են փլեյ-օֆի խաղերը, որտեղ հանդես կգան Foxes-ը, Luke-ը, Gransport-ը և Hayk թիմերը։ Եվ Կոնստանտինի նետումը անհաջող էր, Նագաևն է վերցնում, փոխանցում է Ծիտովին, 3-ից կարող է Ծիտովը փորձել, բայց փոխանցում է Նագաևին։ Կոստերինը 3-ից կփորձի և անհաջող է նրա նետումը, բայց գնդակը կմնա Լուքի տիրապետության տակ։ Կոստերինը ևս 1-3 միավորոնոց կնետի, բայց անհաջող էր կրկին։ Սարգսը շատ լավ փոխանցում ուղղեց դեպի Ավետը, ինչպիսի խաղ Ավետի կողմից, բայց չի կարողանում հաջողության հասնել։ Եվ գնդակը մնում է Ֆենիքսի մոտ։ Սարգիսն է 3-ից փորձելու, անհաջող էր և Կոստերինը վերցնում է ռիբաունդը, շարժվում է 3-ը, 2-ի հարձակում, թողնում է գնդակը Նագաևին։ Բոնդերն է 3-ից փորձելու,
Չուզեց գնդակը հայտնվել զամբյուղում եւ դուրս է գալիս։ Ռազմիկն է գնդակով, շարժվում է առաջ, կարող է միջինից նետել, նետումը կատարված է, բայց անհաջող եւ Կոստերինը վերցնում է եւս մեկ ռիբաունդ, Ծիտովին արագ փոխանցում, Ծիտովը շարժվում է առաջ։ Փոխանցում Նագաևին։ Նագաևն է գնդակով 10 վայրկյան հարձակմանը, թողնում է գնդակը Կոստերինին, Կուդրյաշով 3-ից, կարող էր նետում կատարել։ Ծիտովն է 3-ից փորձելու եւ անհաջող էր Ծիտովի 3 միավորը, Բոնդերն է վերցնում գնդակը, աշխատում է փոստում եւ կրկին Բոնդեր։ Գնդակը թողնում է Ծիտովին, կրկին Բոնդեր։ Կոստերինը միջնից փորձել եւ կրկին անհաջող է Կոստերինի նետումը։ Այսօր չի կարողանում խաղալ այնպես ինչպես միշտ Կոստերինը, բոլորս գիտենք նրա խաղաոճը, նա շատ լավ է իրեն դրսևորում բոլոր խաղերին է, բայց այսօր չի ստացվում նետումները Կոստերինի մոտ։ Ռազմիկն է 3-ից կարող էր նետում կատարել, թողնում է Ավետին 3-ից Ավետ եւ անհաջող էր նրա նետումը։ Ծիտովն է վերցնում գնդակը, ներողություն Նագաևը։ Թողնում է գնդակը Կուդրյաշովին, շարժում է առաջ Կուդրյաշովը եւ վաստակում է շատ հեշտ 2 միավոր եւ հաշիվն է արդեն 4-0 օգուտ լուքին։ Այ Ֆենիքսի բասկետբոլիստները հանդես են գալիս 5 հոգով, դրա համար պետք է տուգանքներին շատ զգույշ լինել, քանի որ փոփոխության հնարավորություն չեն ունենալու։ Եվ Ավետի 3 միավորը անհաջող էր, բայց վերցնում է ռիբաունդը Հրաչը եւ փոխանցում Ավետին եւ Ավետը կորցնում է գնդակը։ Կուդրյաշովն է անկյունում ստանում, թողնում է Ծիտովին, Բոնդերն է ստանում տուգանային գծին, Նագաևին փոխանցում դեպի անկյուն, 3-ից Նագաևը կփորձի եւ հաջող էր Նագաևի 3 միավորը։ Սարգիսն է վերցնում գնդակը, փոխանցում Ռազմիկին։ Ռազմիկը կարող էր 3-ից փորձ անել, թողնում է գնդակը Սարգսին։ Կորցնում է գնդակը Սարգիսը, շատ լավ է պաշտպանում նրա դեմ Կուդրյաշովը եւ գնդակով է հենց ինքը։ Կուդրյաշովը շարժվում է առաջ, շատ լավ փոխանցում դեպի Կոստերինը, բայց կրկին Կոստերինը չի կարողանում հաջողության հասնել։ Սարգիսն է ստանում միջինից, թողնում է գնդակը Ավետին, կրկին Սարգիս, 3-ից կփորձի Սարգիսը, մի փոքր կարճ է Սարգսի նետումը։ 7-0 է հաշիվը, 5 րոպե ավելի մի քիչ շատ 5 րոպեից առաջի քառորդի ավարտը, Բոնդերն է 3-ի վրա ստանում եւ չի կարողանում հաջողության հասնել, բայց Ծիտովը վերցնում է ռիբաունդը, թողնում է գնդակը Նագաևին։ Նագաևը կարող էր կրկին 3-ից նետում կատարել, շատ լավ փոխանցում դեպի Բոնդերը։ Ուղղակի տակ Բոնդերը շատ բարդ նետում է փորձում եւ անհաջող էր նրա նետումը։ 3-2-ի հարցակում Սարգսը կարող էր առաջ շարժվել, բայց սպասում է թիմակիցներին, թե փոխանցումը Կոստերինին, ներողություն Կոնստանտինի եւ շատ լավ բլոկ շոտ Կուդրյաշովի կողմից, շարժվում է առաջ Կուդրյաշովը, թողնում է գնդակը Կոստերինի եւ հաջողվում է այս անգամ Կոստերինին վաստակել 2 միավոր։ Գնդակով Ավետն է, ասում է կիսադաշտը փոխանցում դեպի Ռազմիկ, առաջ է շարժվում Ծադուրովը միջինից է փորձում, բայց շատ կարճ էր նետումը։ Գնդակով Կուդրյաշովն է փոխանցում է դեպի Ծիտով, 3-ից է փորձելու, անհաջող է նրա նետումը, Սարգիսն է վերցնում։ Ռիբաունդը փոխանցում է Հրաչին, Հրաչն էլ թողնում է Կոնստանտինին, Ռազմիկ, օղակի տակից խաբում է առաջինը Հրցակցին, բայց երկրորդ փորձի ընթացքում արդեն խախտում է կանոնները Նիկիտան եւ փոփոխում կլինի դլուքի կազմում, եռակի փոփոխություն, դաշտ է մտնում Անուշյանը, դաշտ է մտնում Պոնոմարևը եւ Շոլեկը, դաշտից դուրս է գալիս Կոստերինը, դաշտից դուրս է գալիս Բոնդարը եւ Ծիտովը։ Շարունակենք հետևել խաղին, այժմ 2 տուգանային նետում կիրականացնի Ռազմիկը, հաջող էր նրա առաջինը։ Տեսնենք ինչպիսին կլինի երկրորդը եւ 2-ից 1 Ռազմիկի կողմից։ Նագաևն է գնդակով, փոխանցում դեպի Շոլակ, փորձում է փոխանցել Անուշյանին, բայց անհաջող էր Արտյոմի փորձը։ Համբարձումյանն է գնդակով, շարժում են առաջ
Ֆինիքսի բասկետբոլիստները։ Հիմավորում է Պոնոմարևը Սարգիսին, օգնության է հասնում Հրաչը, փոխանցում դեպի Ավետ, 3-ից կփորձի, բայց շատ ուժեղ էր Ավետի նետումը, թողնում է Արտյոմը Նագաևին, փոխանցում դեպի Նիկիտա, Արտյոմ, կրկին Նագաև 3-ից չի փորձում, Նագաևը շարժվում է միայնակ առաջ, բայց վերջում անհաջող էր նետումը, Ավետն է գնդակով, փոխանցում դեպի Հրաչ, գեղեցիկ վարում Հրաչի կողմից, փոխանցում է դեպի Ծատուրը, 3-ից է փորձում Ռազմիկը և հաջող էր 3-ից առաջին փորձը Ծատուրովի կողմից, գնդակով Նագաևն է, փոխանցում է Պոնոմարևին, Պոնոմարևն է թողնում է Նիկիտային, միջինից է փորձում Նիկիտան, բայց անհաջող էր նրա նետումը, Ավետն է գնդակով, կրկին Պոնոմարևն է դիմավորում նրան, Հրաչ, օգնության է հասնում խաղանկերոջը Համբարձումյան, փոխանցում դեպի Կոստանտին, Հրաչն է ստանում և անհաջող էր միջինից նրա նետումը, Նագաևն է գնդակով, տեսնենք ինչպիսի հարձակում կկազմակերպի թիմի համար, Անուշյանը 3-ից ստացել, կփորձի, անհաջող էր Անուշյանի փորձը և դուրս է գալիս գնդակը դլուքից, հարձակման հնարավորություն տալով Ֆինիքսին, Ծատուրով անցնում է 1-ին, 2-ին և խախտում է կանոնները կրկին Կուդրյաշովը և կրկին տուգանային գծից Ռազմիկը 2 նետում կիրականացնի։ Փոփոխում դլուքի կազմում, դաշտ է մտնում Կարոպկինը և Կոստերինը, դաշտից դուրս է գալիս Նիկիտան և Նագաևը։ Հաջող էր Ռազմիկի առաջինը, տեսնենք ինչպիսին կլինի երկրորդը, և երկրորդը կրկին վրիպում է, բայց հաջողվում է Կոնստանտինին իրենց մոտ պահել գնդակը, փոխանցում է դեպի Ռազմիկ, օգնության է հասնում Ռազմիկին, Սարգիսը շարժվում է առաջ և միջինից է փորձում, բայց անհաջող էր փորձը, դլուքինն է գնդակը, ներողություն, Ֆինիքսին էր գնդակը, Կոստանտինն է ստացել գնդակը և խախտում է կանոնները Շոլոկը, կրկին գնդակը դաշտ կմտցնեն Ֆինիքսի բասկետբոլիստները, ստանում է գնդակը Ռազմիկը, 12 վայրկյան ունեն հարձակման, փորձում է 3-ից Համբարձումյանը, բայց անհաջող է նրա փորձը և արդեն կողքից կխաղան դլուքի բասկետբոլիստները, Կոստերինը գնդակով փոխանցում է դեպի Անուշյան, Անուշյանն էլ փոխանցում է Շոլոկին և ուղղակի տակես բերում է 2 միավորը թիմի համար, Արտյոմը Համբարձումյան փոխանցում է Ավետին, 3-ից կփորձի Ավետը և հաջող էր Ավետի 3-ը, շատ գեղեցիկ 3-ով ավարտում ենք առաջին քառորդը, կվերադառնանք քիչ անց արդեն երկրորդ քառորդին։
Դե ինչ վերադառնում ենք։ Երկրորդ քառորդ գնդակը Ֆինիքսին է։ Համբարձումյան օգնության է կանչում։ Խաղանկերոջը ստանում է գնդակը ավետը, փոխանցում է Ռազմիկին 3-ից կրկին հաջող էր Ծատուրովի 3-ը, արդեն երկրորդ 3 միավորն է։ Ռազմիկի կողմից Կոստերին է գնդակով, հաշիվն է 11-11, 3-ից Պոնոմարև կրկին վերցնում են խաղի առավելությունը դլուքի բասկետբոլիստները 14-11-ով Ռազմիկ փոխանցում է դեպի Սարգիս։ 3-ից է փորձում Համբարձումյանը, բայց անհաջող էր Սարգիսի փորձը։ Արտյոմն է գնդակով, փոխանցում է Կոստերին, 3-ից փորձում է Կոստերինը, բայց անհաջող։ Համբարձումյանը վերցնում ռիբաունդը, շարժվում է առաջ, փոխանցում դեպի Ռազմիկ։ Մեծ օգնություն է ցույց տալիս այս խաղի ընթացքում Ռազմիկը իր թիմին։ Այսօր շատ բասկետբոլիստներ բացակայում են և չեն կարողանում իրենց օգնությունը ցույց տալ խաղի ընթացքում, կարծում եմ դա բացասաբար կազդի Ֆինիքսի բասկետբոլիստների վրա, բայց տեսնենք թե ինչպիսին կլինի խաղի ելքը։ Միջինից անհաջող էր Արտյոմի փորձը և կանոնները խախտում է կանոնները Արտյոմը և Ռազմիկն է գլխավորում հարձակումը, անցնում է կիսադաշտը, փոխանցում դեպի ավետն էլ թողնում է Կոստանտինին, կրկին ավետ, Համբարձումյան փոխանցում է դեպի Կոստերին, ներողություն Կոստանտին, 3-ից կփորձի Սարգիսը և կրկին անհաջող նրա կողմից, Պոնոմարևն է գնդակով, շարժվում է առաջ, փոխանցում դեպի Անուշյան միջինից, անհաջող էր Անուշյանի նետումը, ավետն է գնդակով, սպասում է թմակիցներին, փոխանցում է Հրաչին, Հրաչն էլ թողնում է ավետին, Ռազմիկն է ստանում գնդակը, խաբում է մրցակցին, թողնում է Սարգիսին և այս անգամ հաջող էր Սարգիսի նետումը, Պոնոմարևն է գնդակով, անցնում է կիսադաշտը, փոխանցում Կոստերին, Անուշյանն է ստանում գնդակը, փոխանցում է դեպի Կարոպկին, բայց չի կարողանում որսալ գնդակը։ Կարոպկինը կողքից իրենցն է կրկին գնդակը, Անուշյան 3-ից վրիպում է Անուշյանը և վերցնում է ռիբաունդը։ Ռազմիկը փակում են դլուքի 2 բասկետբոլիստները և կրկին խախտումը արձանագրվում է Արտյոմին, սա նրա 3-րդ տուգանքն էր։ Ֆինիքսի հակառակ պատկերը տիրում է դլուքում, գրեթե 10 բասկետբոլիստներ այսօր մասնակցում են խաղին և կարծում եմ փոփոխումներով անընդհատ բոլոր մասնակիցներն էլ կհանգստանան և մեծ օգուտ կբերեն թիմին և այո, հիմա էլ փոփոխում եղավ, դաշտ է մտնում Նիկիտան և դաշտ է մտնում Բոնդարը։ Պոնոմարևն է գնդակով, թողնում է Կարոպկինին, կրկին Կոստերին և շատ լավ պտույտով 2 միավոր է վաստակում Կոստերինը, հաշիվի առավելությունը լուքը կրկին խլում է Ֆենիքսի ձեռքերից, 16-14, թողնում է գնդակ ավետին, Սարգիսը, Կոնստանտինը միջինից կփորձի շատ շեղեր Կոնստանտինի նետումը, Կուդրյաշովն է վերցնում գնդակը, թողնում է Բոնդերին, կրկին Կուդրյաշով, շատ հեշտ 2 միավոր է վաստակում Կուդրյաշովը։ Ավետն է գնդակով, թողնում է գնդակը Հրաչին, կրկին ավետ, Սարգիս, կարող էր նետումը կատարել Սարգիսը և կորցնում է գնդակը Սարգիսը, գնդակը կմնա Ֆենիքսի մոտ, ավետն է գնդակով, 3-ից կարող էր նետում կատարել, չի կատարում, Սարգիսն է 3-ից փորձելու, անհաջող էր նրա նետումը, Կոստերինն է վերցնում գնդակը, թողնում է գնդակը Կարոպկինին և դաշտից դուրս է մնում Կարոպկինը, գնդակը կմնա Ֆենիքսի մոտ, Ռազմիկն է գնդակով, շարժվում է առաջ,
Կորցնում է գնդակը Ռազմիկը, գնդակը վերցնում է Կարոպկինը, փոխանցում Պոնոմարովին, Կուդրաշով, կրկին Կարոպկին, միջինից հաջող է տախտակի օգնությամբ վաստակում է երկու միավոր Կարոպկինը, 20-14 է հաշիվը, և կրկին խլում են, բայց ուղում է սխալը Կոնստանտինը, Սարգիսը կրկին 3-ից և ինչպիսի բլոկ շոտ Բոնդարի կողմից, Կարոպկինի արագ հարձակում, շարժվում և փորձեց բլոկ շոթի գնալ ավետը, բայց չստացվեց նրա մոտ։ Ռազմիկն է վերցնում գնդակը, շարժվում է առաջ, չի կարողանում հաջողության հասնել, Կուդրաշովն է վերցնում գնդակը, թողնում է գնդակը Կոստերինին, Կարոպկին անհաջող է նրա նետումը և գնդակը կմնա Լուքի տիրապետության տակ և փոփոխում Լուքի կազմում, դաշտ հեռանում է Պոնոմարովը և Կարոպկինը, դաշտ է մտնում Տիտովը և Նագաևը։ Տիտովն է 3-ի վրա ստանում նետումը կատարված է և հաջող է Տիտովի 3 միավորը, ինչպես տեսնում ենք Հայքը ներողություն Ֆենիքս այսօր հանդես է գալիս առանց իր երկու կարևորագույն խաղացողների, առանց Հրերի և Գառնիկի, ինչ կարծիք ես իրենց բացակայության մասին։ Կարծում եմ բացասական է ազդում թիմի վրա, որովհետև երկու խաղացողներն էլ խաղում են բավականին ուժեղ և հիմնական աչքի ընկնող բասկետբոլիստներն են և առանց փոփոխության են խաղում, առանց փոփոխումների են խաղում Ֆինիքսի բասկետբոլիստները, կարծում եմ դա իրեն ասում է, ինչպես նաև Հրայրի և Գառնիկի բացակայությունը, բայց մինչև վերջ պայքարում են Ֆինիքսի բասկետբոլիստները, կարծում եմ դա դրական ազդեցություն կունենա հետագայում հաշվի վրա, իսկ Դլուքը ինչպես միշտ փայլում էր գեղեցիկ խաղով, իրենց համատեղ խաղով, շատ լավ են զգում միմյանց բասկետբոլիստները և դա իր դրական արդյունքն է ունենում, ստանում է Բոնդարը գնդակը, փոխանցում է Կոստերին, Նագաևն է ստացել 3-ից չի փորձում, փոխանցում դեպի Կոստերին և դաշտի կեսից նետում է իրականացնում Կոստերինը, բայց անհաջող փոփոխում, հենց Կոստերինը դուրս գալիս դաշտից, դաշտ է մտնում Անուշյանը, Ռազմիկն է գնդակով, փոխանցում դեպի առաջ, ստանում է գնդակը ավետը, փոխանցում դեպի Սարգիսին, Սարգիսը նույնպես բավականին աչքի է ընկնում իր խաղով և այսօր երկու բասկետբոլիստներն էլ բավականին լավ խաղ են ցույց տալիս, ինչպես նաև ավետը և Հրաչը, որոնք նոր են լիգայում և 3-ից Տիտով շատ հաջող էր նետումը, բերում է թիմի համար 3 միավոր, կարծում եմ նրանց խաղը նույնպես հաջող է ստացվում այսօր, Ռազմիկն է գնդակով, փոխանցում է Կոնստանտին, խաբում է 1-ին 2-ին, բայց նետումն անհաջող էր, Անուշյանն է գնդակով, անցնում է կիսադաշտը, փոխանցում Տիտով 3-ից կրկին, այս անգամ անհաջող էր նետումը, Համբարձումյանն է վերցնում գնդակը և շատ լավ են պաշտպանվում Դլուքի բասկետբոլիստները, Նագաևն է գնդակով, չեն թողում անգամ անցնել կիսադաշտը Ֆինիքսի բասկետբոլիստներին և միջինից շատ հաջող նետում Նագաևի կողմից և րոպեական դադար Ֆինիքսի բասկետբոլիստների կողմից, կվերադառնանք 1 րոպե անց։
Մինուս։ Վերադառնում ենք թայմ-աութից, գնդակով է Սարգիսը, տողնում է գնդակը Հրաչին, կրկին Սարգիս, Ավետ, կարող էր 3-ից փորձել Ավետը, փոխանցում է Կոնստանտինին, շատ լավ փոխանցում դեպի Ռազմիկը և անհաջող է Ռազմիկի 3 միավորը, բայց Հրաչը վերցնում է ռիբաունդը, տողնում է գնդակը Ավետին, 3-ից Ավետը կնետի և հաջող էր Ավետի 3 միավորը, Նագայևն է վերցնում գնդակը, տողնում է գնդակը Բոնդերին, կրկին Նագայև, 3-ից կփորձի Նագայևը, շատ անհաջող է էրբոլով ավարտվեց Նագայևի 3 միավորը և գնդակը կմնա Ֆենիքսի բասկետբոլիստների մոտ, Սարգիսն է գնդակով, Ռազմիկ, Կոնստանտին, կրկին Ռազմիկ, 3-ից այս անգամ նույն տեղից Ռազմիկը կնետի, բայց անհաջող էր, բայց գնդակը վերցնում է Հրաչը, տողում է գնդակը Ավետին, 3-ից կրկին Ավետ, անհաջող էր Ավետի 3 միավորը այս անգամ։ Տիտովն է վերցնում գնդակը, թողնում է Անուշյանին, Կուդրյաշով, շատ բարձր ցատկով վաստակում է 2 միավոր Կուդրյաշովը, Ռազմիկն է գնդակով, թողնում է գնդակը Հրաչին, Սարգիս, կարող է 3-ից նետում կատարել Սարգիսը, նետումը կատարված է և անհաջող էր, բայց գնդակը մնում է Ավետի մոտ, թողնում է Կոնստանտինին, կրկին Սարգիսը 3-ից կփորձի կրկին անհաջող էր և ինչպիսի ռիբաունդ Ավետի կողմից, բայց չի կարող Մենդուան վաստակել, տուգանք է կատարում Տիտովը և կնետի 2 տուգանային նետում։ Առաջին նետումը կատարված է։ Երկրորդ նետումը նույնպես կատարված է և հաջող էր։ Նագայևն է գնդակով, կարող է փոխանցում ուղղվել դեպի Բոնդերը, բայց ժամանակ է պետք սպառել, 10 վայրկյան երկրորդ քառորդի ավարտին, Նագայևն է գնդակով, օգնություն է ստանում Բոնդերից, 5 վայրկյան և շատ հեշտ 2 միավոր է վաստակում Նագայևը և այսքանով ավարտվում է առաջին խաղակեսը։ 36-19 հաշվով առաջին խաղակեսը ավարտված է, կվերադառնանք մեծ ընդմիջումից հետո։
Դե ինչ վերադառնում ենք երկրորդ խաղակես։ Գնդակը դլուքինն է, Նագաևն է գնդակով, փոխանցում դեպի Տիտով և անմիջապես 3 միավոր Տիտովի կողմից դարձնում է հաշիվը 39-19, 20 միավորի առավելություն, Ռազմիկն է գնդակով փոխանցում դեպի Սարգիս, Ավետն է ստանում գնդակը, փոխանցում է Հրաչին, կրկին Ավետ, Կոստանտինն է ստանում գնդակը, փակում են երկու բասկետբոլիստները Կոստանտինին և անհաջող է նրա նետումը, Նագաևն է գնդակով, փոխանցում է Կուդրաշվին, կրկին Նագաև ստանում է Արտյոմը, Նիկիտա կորցնում է գնդակը, բայց Բոնդարը փրկում է իրավիճակը, Շոլակ միջինից է փորձում և անհաջող է նրանց հարձակումը, գնդակը անցնում է Ֆինիքսին, գնդակով Ռազմիկն է 3-ից է փորձում և հաջող է Ռազմիկի 3-ը, կրճատում է հաշիվը Ծադուրովը դարձնելով 22-ի, Նագաևն է գնդակով, օգնության է հասնում Բոնդարը, փոխանցում է Նիկիտային, շարժում է առաջ, Նիկիտան և 2 միավոր է բերում թիմի համար, Տիտովն է փորձում խլել գնդակը, բայց չի հաջողվում, Ռազմիկը անցնում է կիսադաշտը, սպասում է, ընկերներին միայնակ առաջ է շարժվում և շատ անհաջող է Ռազմիկի փորձը, հակառակ պատկերն է մյուս կողմում, Նիկիտան գեղեցիկ բլոկով հանդես է գալիս, խլում գնդակը և նվիրում էր թմակիցներին, բայց անհաջող էր Նագաևի նետումը, Համբարձումյանն է գնդակով, 3-ից կարող է փորձել Համբարձումյանը, փոխանցում է Կոստանտինին, Հրաչն է ստացել կրկին, Համբարձումյանն այս անգամ փորձում է Սարգիսը, բայց հաջողության չի կարողանում հասնել, Տիտովն է գնդակով, շարժում է առաջ, Տիտովը փոխանցում է Շոլակին, Նիկիտա փոխանցում, Նագաև շատ գեղեցիկ, խաղարկում են միմյանց մեջ գնդակը, բայց վերջում անհաջող էր նետումը և դուրս է գալիս գնդակը դլուքից, կողքից սկսում են Ֆինիքսի բասկետբոլիստները, Ավետն է գնդակով, դիմավորում են նրան, Տիտովը օգնության է հասնում, Հրաչը փոխանցում դեպի Կոստանտին, Ավետն է ստանում, 3-ից կփորձի, այս անգամ անհաջող էր Ավետի փորձը, բայց Հրաչը պայքարում է և ստանում է գնդակը, Ռազմիկի նետումը այս անգամ անհաջող էր, Շոլակն է գնդակով, ինչպիսի բլոկ Սարգիսի կողմից, բայց պահում են իրենց մոտ գնդակը և խախտում է արձանագրվում, գնդակը անցնում է Ֆինիքսին, Համբարձումյանն է գնդակով, բավական լավ պաշտպանություն ցույց տվեց այս արձակման ընթացքում, Համբարձումյանը անհաջող էր նետումը և Նագաևն է գնդակով, խաբում է մրցակցին, փոխանցում դեպի Նիկիտա և շատ լավ խաղաց, Նիկիտան բերում է թիմի համար 2 միավոր, Համբարձումյանն է գնդակով, փոխանցում Ավետին, Սարգիս, շարժում առաջ և միջինից է փորձում, բայց շատ անհաջող էր նրա փորձը, կարճ էր նետումը, Նագաևն է գնդակով, կրկին բլոկ Սարգիսի կողմից և խախտում է արձանագրվում, կողքից խաղան Ֆինիքսի բասկետբոլիստները, Ռազմիկն է գնդակով, շարժում է առաջ, փոխանցում Կոստանտինին, առաջ անցում Կոստանտինը և մի օղակի տակից անհաջող էր Կոստանտինի փորձը, գնդակով Շոլակն է, փոխանցում Նագաևին, Տիտով ազատ դիրքից կփորձի և այո, հաջող էր նրա փորձը, բերում է թիմին 3 միավոր, այսօր բավականին հաջող է նրան նետումները, գրեթե բոլորը հայտնվել են օղակում, Ավետն է գնդակով, փոխանցում է Կոստանտինին, ստանում է գնդակը Կոստանտինը, բայց շատ պարզ դիրքից վրիպում է,
Կարծում եմ անթույլատրելի են այսօր նման սխալները Ֆինիքսի համար։ Եվ գնդակը անցնում է Ֆինիքսին։ Եվս մեկ հնարավորություն ունեն Ֆինիքսի բասկետբոլիստները վերջը միավոր բերելու։ Կոստանտինն է կրկին ստացել գնդակը, փոխանցում է Հրաչին, Ռազմիկ դուրս է բերում Տիտովը եւ ավարտվում է հարձակման 24 վայրկյանը։ Ցավոք, կրկին միավոր չեն կարողանում բերել Ֆինիքսի բասկետբոլիստները։ Եվ տեսնենք, թե ինչպիսին կլինի Դլուքի հարձակումը։ Նագաևն է գնդակով։ Փոխանցում Նիկիտային։ Տիտով ստանում է գնդակը, շատ լավ նկատեց Նիկիտային եւ օղակի տակից երկու միավոր է բերում Շոլոկը։ Շատ լավ են խաղում Դլուքի բասկետբոլիստները, կարծում եմ բավական բարդ է լինելու Ֆինիքսի համար հետ բերել այս միավորները 20 եւ ավել տարբերությունը։ Ռազմիկն է գնդակով հետևից փորձում է նետել եւ հաջողության չի հասնում, Շոլոկն է ստանում գնդակը, փոխանցում է Նիկիտային, Նիկիտան թողնում է Տիտովին, 3-ից կրկին կնետի եւ այս անգամ անհաջող է նրա փորձը, բայց կրկին վերցնում է ռիբաունդը եւ ավետը թույլ չի տալիս իրենց մոտ պայել գնդակը, շարժվում է առաջ, միայնակ եւ հասակում է երկու տուգանային նետման հնարավորությունը, տեսնենք թե ինչպիսին կլինի նրա նետումները եւ կանոնները խախտել էր Նիկիտան, փոփոխում կլինի Դլուքի կազմում, դաշտ է մտնում Կոստերինը, Անուշյանը, Պոնոմարև, Կարոպկին, քառակի փոփոխություն եղավ, փոփոխում եղավ Դլուքի կազմում եւ անհաջող էր ավետի առաջինը, տեսնենք թե ինչպիսին կլինի երկրորդը։ Եվ երկու նետումներն էլ անհաջող էին, Պոնոմարևն է գնդակով։ Անցնում է կիսադաշտը, կանչում է ընկերոջը, շարժվում առաջ, փոխանցում Անուշյանին, Անուշյանն էլ փորձում է թողնել Կարոպկինին, բայց խախտում է, արձանագրվում, խախտում է ավետը։ Կարոպկին կրկին օղակի տակից, ոչ մի կերպ Հրաչը թույլ չի տալիս նետում իրականացնել, շատ լավ պաշտպանվեց բասկետբոլիստը Պոնոմարև եւ անհաջող էր փորձը, Կոստանտինն է վերցնում գնդակը, փոխանցում է ավետին, առաջ է շարժվում ավետը, փոխանցում Հրաչին, Ռազմիկ, անցնում է երկու բասկետբոլիստներին, միջինից նետում, բայց շատ անհաջող է Ռազմիկի փորձը, շատ դժգոհ է իր խաղից, Կարոպկին խախտում չի արձանագրվում, վերցնում է գնդակը, ավետը թողնում է Հրաչին եւ խախտում է կանոնները Պոնոմարևը։ Կողքից գնդակը Ֆինիքսին է, ավետ փոխանցում է Ռազմիկին, 3-ից կարծում եմ պետք է փորձել, բայց չի փորձում, փոխանցում է Կոստանտինին, շատ լավ է պաշտպանվում Կոստերինը եւ ոչ մի կերպ թույլ չեն տալիս անգամ ստանալ գնդակը Ֆինիքսի բասկետբոլիստներին, Անուշյան բարդ նետում էր պատրաստվում իրականացնել, բայց անհաջող է նրա փորձը, Համբարձումյանն է գնդակով, չի փորձում 3-ից Համբարձումյանը, օգնության է հասնում Հրաչը, փոխանցում ավետին, ստանում է ավետը գնդակը, կրկին թողնում Սարգիսին եւ ավելորդ քայլ է արձանագրվում Համբարձումյանի կողմից, գնդակը անցնում է Դլուքին։ Գնդակով Պոնոմարևը պրեսինգ է դիմում Սարգիսև, տուգանք է վաստակում, Անուշյանն է ստանում գնդակը, 3-ից կփորձի Անուշյանը եւ շատ անհաջող է նրա նետումը, ավետը շարժվում է առաջ, թողնում է գնդակը Սարգսին, Ռազմիկ, ավետն է 3-ի վրա ստանում, թողում է գնդակը Սարգսին, միջինից Սարգիսև, շատ անհաջող էր
Կարոպկինը միջինից ստանում և շատ լավ բլոկ շոտ Կոնստանտինի կողմից, Սարգիսն է վերցնում գնդակը, ավելի քիչ քան 2 րոպե մնացել երրորդ քառորդի ավարտին, Ռազմիկն է շարժում առաջ, փոխանցում Սարգսին 10 վայրկյան հարձակմանը, թողնում է գնդակ ավետին 6, 5, 4, 3, Սարգիսը նետում է և անհաջող է նրա նետումը, դուգանք է կատարում հրաչը, Պոնոմարովն է ստանում գնդակը, թողնում է գնդակը Կուդրյաշովին, շատ լավ փոխանցում Կոստերինի կողմից դեպի Պոնոմարովը չի անցնում փոխանցում, բայց գնդակը վերցնում է Կոստերինը և վաստակում է 2 միավոր, շատ լավ է խաբում Ռազմիկը 2 հոգու, թողնում է գնդակը ավետին, կրկին Ռազմիկ, Ռազմիկը շատ բարդ 2 միավոր է փորձում վաստակել և հաջողում է նրան վաստակել այդ 2 միավորը, Կուդրյաշովն է շարժում առաջ, թողնում է գնդակը Կարոպկինին, կրկին Կուդրյաշով, Կարոպկինը 3-ից փորձելու և համարյա շատ մոտ էր հաջողության Կարոպկինը, Ռազմիկը կրկին նույն ձևի, նույն տեղից, նույն դիրքով վաստակում է 2 միավոր, հաշիվն է 50-26, օգուտ լուքին և շատ լավ փոխանցում Պոնոմարովից դեպի Կոստերինը վաստակում է 2 միավոր Կոստերինը, Ռազմիկն է գնդակով, 2-ով են փորձում դիմավորեն, 5 վայրկյան երրորդ քառորդի ավարտին, Ռազմիկը երրորդ անգամ չկարողացավ գրավել և այսքանով ավարտում է երրորդ քառորդը 52-26 հաշվով, առջևում է լուքը, կվերադառնանք 4-րդ քառորդում։ Թայմերը Դե ինչ վերադառնում ենք 4-րդ քառորդ Ավետն է վերցնում գնդակը Շարժում է առաջ, թողնում է գնդակը Սարգսին Ռազմիկ կարող է փոխանցում ուղղվել դեպի Կոնստանտինը 10 վայրկյան հարձակման շատ լավ փոխանցում դեպի Ավետը Սարգիսն է վերցնում գնդակը, շարժվում է առաջ Ինչպեսի նետում Սարգսի կողմից և երկրորդն էլ է վրիպում Կուդրյաշովը վերցնում է գնդակը, թողնում է Կարոպկինի և անհաջող էր Կարոպկինի նետումը Ռազմիկն է վերցնում գնդակը, շարժվում է առաջ Դիմավորում է նրան լուքի բասկետբոլիստներից և հաջող էր Ռազմիկի 3 միավորը Եղություն գնդակով է Կարոպկինը, թողնում է գնդակը Անուշյանին Կուդրյաշովն է վերցնում գնդակը, դիմավորում է նրան Ավետը Կոստերինը 3-ից կփորձի, բայց անհաջող էր և Ռազմիկը վերցնում է գնդակը
շարժվում է առաջ, միջինից կփորձի, բայց անհաջող էր այս անգամ։ Կարոպկինը վերցնում գնդակը, շարժվում է առաջ, թողնում է գնդակը Անուշյանին, Պոնոմարև միջինից անհաջող էր։ Գնդակով է Հրաչը, շարժվում է առաջ, կարող է նետում կատարել, թողնում է գնդակը Սարգսին, 3-ից Սարգսը կփորձի, անհաջող էր նրա նետումը։ Կարոպկինն է գնդակով փոխանցում Կասցերին, թողնում է գնդակը Պոնոմարովին, 3-ից չուզեցավ գնդակը մտնել Զամբյուղը և չի վաստակում 3 միավոր Պոնոմարովը, Ավետն է գնդակով, շարժվում է առաջ, սպասում է թիմակիցներին, թողնում է գնդակը Սարգսին, Հրաչ, Կոնստանտին և խլում է գնդակը Պոնոմարովը և նույն վայրկյանին ետ է խլում Հրաչը, հենց Հրաչն է գնդակով, կարող է նետում կատարել, կատարում է նետումը, Կոնստանտինը վերցնում է գնդակը, փոխանցում Ռազմիկին, շատ լավ փոխանցում էր ուղղված դեպի Կոնստանտինը, բայց խլում է գնդակը Անուշյանը և Սարգիսը չի թողնում Անուշյանին փոխանցում կատարել։ Գնդակը Դլուքինն է, Նագաևն է ստանում գնդակը, փոխանցում դեպի Տիտով, կորսում է տիրապետությունը, Տիտովը կրկին ստանում է 3-ից կփորձի և անհաջող էր Տիտովի փորձը, Նագաևն է գնդակով, առաջ է շարժվում, միայնակ է փորձում, բայց հաջողության չի կարողանում հասնել, Ծատուրովն է գնդակով, Հրաչն է ստանում, փոխանցում է Ավետին, ստանում է Ռազմիկը, փոխանցում է Համբարձումյանին, Կոնստանտին և վաստակում է երկու տուգանային նետման հնարավորությունը, տեսնենք ինչպեսին կլինեն նրա նետումները։ Հաջող էր Կոնստանտինի առաջինը, տեսնենք ինչպեսին կլինի երկրորդը և 2-1 Կոնստանտինի կողմից։ Բոնդրն է գնդակով, 3-ից կփորձի և անհաջող էր Բոնդրի փորձը, Ռազմիկն է վերցնում ռիբաունդը, շարժում է առաջ։ Միայնակ կարծում եմ կփորձի Ռազմիկը, ոչ, փորձում է փոխանցել Համբարձումյանի և դուրս է գալիս գնդակը դաշտից, կրկին Ֆինիքսինն է գնդակը։ Ստանում է գնդակը Ռազմիկը, 3-ից կփորձի և անհաջող է Ռազմիկի փորձը, ստանում է գնդակը Նագաևը և ուղղակի տակից անհաջող է Նագաևի փորձը, Կոնստանտին փոխանցում է Համբարձումյանին, առաջ է շարժվում Համբարձումյանը, միայնակ չի փորձում, փորձում է փոխանցել Հրաչին, բայց անհաջող էր փոխանցումը, հոգնել է բավականին, Սարգիսը կարծում եմ այլևս բավարար չէ նրա ուժերը, ավելի գեղեցիկ և հաջող խաղ ցույց տալու համար և ուղղակի տակից բերում է երկու միավորը, Կոնստանտին փորձում է խլել գնդակը և ստացվում է Ֆինիքսին խլել, Ավետ միայնակ շարժվում է առաջ և բերում է երկու միավորը, շատ գեղեցիկ էր Ավետի կողմից։ Նագաև ներողություն, Տիտով անհաջող է 3-ից, Հրաչն է վերցնում և դուրս է գալիս գնդակը Տիտովից և փոփոխում կլինի Դլուքի կազմում, դաշտ է մտնում Շելեկը։ Ավետն է գնդակով, տեսնենք այս անգամ ինչպիսին կլինի հարձակումը նրանց կողմից, Կոնստանտին և շատ անհաջող էր Կոնստանտինի խաղը, Նագաևն է գնդակով, փոխանցում է Տիտովին, Արտյոմ և բերում է 2-ը թիմի համար,
Համբարձումյանն է գնդակով։ Անցնում է կիսադաշտը։ Սարգիսը 5 րոպե է մնում խաղի ավարտին, հաշիվն է 54-34 կրկին։ Տարբերությունը 20 միավոր։ Եվ խլում են գնդակը դլուքի բասկետբոլիստները։ Անդրեյն է գնդակով։ Փոխանցում է Արտյոմին, խլում է Կոստանտինը գնդակը, փոխանցում է Ռազմիկին, ով մյուս կիսադաշտում է Ռազմիկ միայնակ օղակի տակից ներողություն, այո, միայնակ էր խաղընկերները։ Մյուս կիսադաշտում էին, բայց չի կարողանում վաստակել երկուսը եւ 3-ից Անդրեյ Անուշյան բերում է թիմի համար 3-ը։ Ավետն է գնդակով։ 3-ից կփորձի եւ անհաջող էր Ավետի փորձը։ Ինչ ես կարծում, ինչպիսի խաղերի ականատես կլինենք փլեյօֆում եւ քո կարծիքով որ թիմերը ավելի մեծ շանսեր ունեն առաջին երկրորդ տեղերի համար պայքարել։ Փլեյօֆը շատ խոստումնալից է սպասվելու, շատ հզոր փլեյօֆ է մեզի սպասվելու, որովհետև լիգայի ամենաուժեղ թիմերն են մասնակցելու, Հայքը, Foxes-ը, Luke-ը եւ Grand Sport-ը։ Առաջին փլեյօֆում հանդես կգան Foxes-ը Grand Sport-ի հետ եւ երկրորդում Luke-ը Հայքի հետ։ Երկու խաղերն շատ թեժ են լինելու։ Լավագույն երկու խաղերից բխող թիմերն են հասնելու ֆինալ եւ ֆավորիտներն են Luke-ը եւ Foxes-ը։ Իմ կարծիքով առաջի երկրորդ տեղի համար կպայքարեն հենց այդ թիմերը, բայց մյուս թիմերն են շատ լավ պայքարելու առաջի երկրորդ տեղերի համար։ Դրա համար շատ խոստումնալից եւ շատ թեժ փլեյօֆ է մեզ սպասվում։ Այդ իսկ պատճառով չեմ կարող կռահել հաղթողին։ Երևի այդքան է, էլի։ Դե ինչ շարունակենք հետևել խաղին, խախտում է կանոնները։ Անուշյանը ես նույնպես համամիտ եմ, որ բավականին հետաքրքիր է լինելու ֆինալում։ Եվ րոպեական դադար կվերադառնանք 1 րոպե անց։ Վերադառնում ենք րոպեական դադարից հետո, գնդակը դլուքինն է, Նիկիտան է փորձում միջինից, անհաջող է նրա փորձը Ավետ փոխանցում է Համբարձումյանին, Ծատուրը շարժում է առաջ, թողնում է Ավետին, 3-ից կարծում եմ պետք է փորձեր Ավետը, բայց չի փորձում, փոխանցում է Համբարձումյանին, 3-ից կփորձի Համբարձումյանը, բայց անհաջող էր Սարգիսի փորձը։ Կարոպկինն է փորձում միջինից, անհաջող էր նրա փորձը, Ռազմիկն է գնդակով, շարժում է առաջ,
Փոխանցում է Հրաչին, Ավետ 3-ից կփորձի, անհաջող էր նաև այս նետումը։ Իրենց մոտ են պահում գնդակը, Ռազմիկ անհաջող է Ռազմիկի նետումը։ Կարծում եմ այլևս ոչինչ փոխվել չի կարող, որովհետև 5 խաղացողներն էլ ուժասպառ են արդեն եւ այս մեծ հաշվի առավելությունը կարծում եմ հնարավոր չէ հաղթահարել։ 1 րոպե, հաշիվն է 59-35, բայց կարծում եմ բավականին լավ խաղ ցույց տվեցին Ֆինիքսի բասկետբոլիստները եւ 3 միավոր է բերում թիմի համար։ Ավետը կրճատում է հաշիվը։ Տիտևն է գնդակով, փոխանցում է Նիկիտային Բոնդր 3-ից, հաջող էր Բոնդրի նետումը։ Ավետն է գնդակով։ Դիմավոր մենան Տիտևը օգնության է հասնում Կոստանտինը, կփորձի Ավետը օղակի տակից, բայց անհաջող էր նրա փորձը։ Տիտև փոխանցում դեպի Արտյոմ եւ ավելորդ քայլ Արտյոմի կողմից։ Սարգիսն է գնդակով, 1 րոպեից քիչ է մնում խաղի ավարտին։ Փոխանցում է Սարգիսը Ռազմիկին, 3-ից կփորձի Ծաուտուրովը եւ հաջող է Ռազմիկի նետումը։ 20 վայրկյան, կարծում եմ վերջին հարձակումը կլինի եւ այսքանով ոչ, շարունակում է Շոլոկը։ Թողնում է գնդակը Տիտևին, Տիտևն էլ նետում է, բայց անհաջող է նրա փորձը եւ 5 վայրկյան, այսքանով ավարտվում է հանդիպումը, հաշիվն է 62-41 օգուտ դլուքի։ Շնորհակալություն, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ խաղի ընթացքում։